Աստուծո խոսքեն պիտի գարտամ գարչ խոսքը, որ ծննդոց 41-րդ գլուխի մեջն է, 29-րդ համարն է, Հովսեփ Փարավոնի երազը գմեկն է և գսե 29-րդ համարը, ահա բոլոր Եգիպտոսի երկրի մեջ 7 տարի մեծ արադություն պիտի գա։ Դարվան երկրորդ, մեր նոր դարվան երկրորդ գիրագին լալով հարմար սեբեցի Հովսեփի այս խոսքերը մեր խորհրդածության նյութը դարձնել։ Սակայն հիմք պիտի ունենանք շնորհքի տնտեսության մեջ առաքելական ողջամիտ վարդապետությունը։ 7 տարի մեծ արադություն պիտի գա խոսքերը հոգևոր առումով պիտի առնենք։ Մեր աղոթքը և մաղթանքն է, որ այս տարի մեզի համարալ արադության տարի մըլլա։ Բոլորս կուզենք, որ արադության մեջ ապրենք։ Աստվածալ կուզե, որ մենք հոգևոր արադության մեջ ապրենք։ Հովսեփի այս խոսքերը գրաբաշտ գայսրիմը ըսավ, գրաբաշտ ժողովրդի համար։ Աստված կործածեց այս եբրայեցի երդասարդը, երբ անհամբերեց Աստուծո միջամտության և անոր ժամանակին։ Թեպքը գրնակ կարդալ բոլորից ծանոթ է, ինչպես Հովսեփ գծախվի եղբայրներու կողմեն Եգիպտոս գիշնե և անոր կյանքին հանգրվանները գքաչալերեն, որ 41-րդ գլուխը ծննդոց, երբ ցերդուները գերտակ գարտակ։ Եգիպտոսի ժողովրդին բարակային արադության տարիները նյութական էր, երկրավոր էր, մարմինին համար էր։ Եվ անշուշտ Աստուծո անհուն իմաստությամբ եղած կարգադրությունով Հակոբ նահապետ և իր բոլոր դուննալ սովեն փրկեց։ Սակայն մեզի շնորհքի շրջանի մեջ ապրող քրիստոնյաներուս համարալ ինչպես ասի, Աստված խոստացած է հոգևոր արադության մեջ ապրիլ։ Պողոս առաքյալ գսե, բայց կարող է Աստված բոլոր շնորհները ցեզի արադորեն տալ, որպեսզի ամեն բանի մեջ ամենադեն բոլոր ցեզի պետք եղածը ունենալով ամեն բարի գործերու կամ գործերով արադանակ։ Երկրորդ Կորինթացիս 9:8 Արադություն։ Ինչ լավ բան է արադությունը, երբ Աստծո կամքի մեջ կգենանք։ Եվ մեր մխիթարության համար և հավատքի ամրապնդման համար կուզեմ հիշել այն բաները, զոր Աստված մեզի արադորեն տված է։ Ետք պիտի հիշեմ այն բաները, որոնց մեջ մենք պետք է արադանանք։ Արադանալու ենք։ Սուրբ Գիրքը հավասարակշռված գիրք մնե, դերը չուզեր, որ իր հետևորդները ծայրահեղության թագարդի մեջ ինան։ Աստուծո խոսքը մեզ ոչ կշվարեցնե, ոչ ալ ծայրահեղության կտանի։ Մարդն է, որ իր նախաբաշարումներ կունենա իր նախաբաշարումներով և չուզեր իր խելքը փոխել, Աստված իր ենթահողեն համառություն գնե ու կբնթե իր համոզումը, որով Աստված իր ընելիք գործը ունի, հավատացյալն իր ընելիք գործը ունի։ Աստված արադորեն մեզի օրհնություններ տված է և այսօր համար փառք կտանք։ Մենք ազատ կամքով հոժարելու ենք առաքինություններու մեջ արադանալու։ Աստուծո շնորհքը մեզի արադորեն տրված է, արադորեն, որոնց մե առաջինն է փրկությունը։ Այսինքն, ինչ կհասկանանք, երբ փրկություն գսենք։ Կհասկանանք Աստուծո առջև ծրիորեն
արդարանալը, այս է փրկությունը։ Եվ անոր շնորհքովը ծրիկ արդարանան Քրիստոս Հիսուսով եղած փրկությունով, Հռոմայացիս 3:24։ Այս շնորհքը արադորեն դրված է բոլոր մարդոց, անխդիր բոլոր մարդոց։ Հռոմայացիս գիրքը լայն ծավալի վրա գխոսի այս ուղղությամբ 5:17 գսե Վասնզի եթե մեկ մարդուն մեղքովը մահը թագավորեց այն մեկովը, որչափ ավելի անոնք որ շնորհքի ու արդարության բարգևին արադությունը գարնեն, կյանքի մեջ պիտի թագավորեն։ Աստված ակահ չէ, ոչ ալ խդրություն գնե, ասիգա մեծ մեղավոր մնե, ասի փանդարգված է մի քանի ամիսներ, ասի մույսը բարի է, խդրություն չուներ, հաբա փրկության շնորհքը արադ է, բոլորին բավարար է, որովհետև Աստուծո սերը արադ է, բոլորին գսիրե։ Մեկը գար, որ առաջին տարու մեջ ապրեցավ, Գիլիգյո, մեր Գիլիգյո նահանգեն էր, Դարսոնցի Սողոս։ Այս մարդը շատ քեշ մարդ մներ, ըստ երևույթին փարիսեցի էր, բայց սիրտը ինչ չարություններ էր Աստուծո, քրիստոնյաները գալած էր, կփանդարգեր։ Այս մարդը Աստուծո շնորհքին հանդիպեցավ։ Եվ շատ նամակներ գրեց իր հիմնած եւ ուրիշ եկեղեցիներու։ Նամակները մեկու մեջ այսպես կսե. Մեր Տերոջը շնորհքը խիստ շատ եղավ ինձի, հավատքով ու սիրով, որ Քրիստոս Հիսուսով է։ Առաջին Տիմոթեոս 1:14։ Աստուծո շնորհքը արադ է, արադ։ Աստուծո փրկարար շնորհքը բոլոր մարդոց երևցավ արադությամբ Քրիստոս Հիսուսի ցերկով, Բեթլեհեմի մեջ ծնող մանուկի միջոցով, ոչ թե ուրիշ գրոնքի հիմնադիրի միջոցով։ Այս շնորհքը, Աստծո շնորհքը միայն Հիսուս Քրիստոսով եղավ։ Դարձյալ Սուրբ Հոգին արադորեն մեզի տվավ։ Դիդոսի նամակի մեջ գգարտանք Դիդոս 3-րդ գլուխի մեջ 4:7 գսե Վասնզի մենք ալ 3 ներողություն 3-րդ գլուխ Դիդոս 3:4-7 Վասնզի մենք ալ ադեմ ամբիդ էինք, անհնազանդ, մոլորյալ և զանազանդ ցանկություններով ու հեշտություններով գծարայեինք, չարությունով ու նախանցով գվարվեինք, ադելի էինք և մեկս մեկ գադեինք, բայց երբ մեր փրկիչ Աստուծոյին քաղցրությունը ու մարդասիրությունը հայտնվեցավ, ոչ թե արդարության գործերեն զորոք մենք ըրինք, հաբա իր ողորմությանը համեմատ մեզ փրկեց նորեն ծնանելու ավազանի միջոցով ու Սուրբ Հոգին նորոգելով զոր արադորեն թափեց մեր վրա։ Արադորեն։ Որքան փառք կուտանք, արադորեն։ Այս մեծ նվերին համար շարունակ փառք տալու ենք, հավատացյալին սրտի մեջ մեծ նվեր մնե, որում միջոցով մենք այս ճամփորդության ընթացքին, այս չար աշխարհի մեջ ուրախանանք Սուրբ Հոգին ուրախությունը, գնորոգվենք, անկուզե մեզ փոխել Հիսուսի նման ցնել, ուզե ամեն ճշմարտության առաջնորդել այս մեծ նվերը, Սուրբ Հոգին Սուրբ Քիրքին հեղինակն է Աստվածաշունչին։ Հետևաբար ան Սուրբ Քիրքը հասկանալի կդարձնե անոնց, որոնք Սուրբ Հոգին բնակություն ունին, մեծ հարստություն մնե, և անշուշտ երբ թույլ գուտան, որ ան կործե իրենց մեջ ազատորեն, առանց կաշկանդումի։ Դժվարություն այն է, որ մարդիկ թույլ չեն դար, որ Սուրբ Հոգին կործե իրենց ներսիտին, զանոն փոխե, դաշե,
չեն ուզեր դրամատրվել Սուրբ Հոգին։ Ես եկեղեցիս կերտամ եւ վերջացավ։ Սուրբ Հոգիով եղել, ուր որեն է թող դեղը նստի։ Ես իմ ուզածից պես կյանքը պիտի ապրիմ։ Անորամար եկեղեցի կերտագուքան երբեք չեն փոխվի եւ ճշմարտությունը չեն հասկանալ, որտեղ Սուրբ Հոգին հեղինակն է, թույլ չեն դար որ հասկացնե։ Այս պատճառով աշխարհի աղը եղող, լույսը եղող քրիստոնյաներ, որոնց մեկ ակնկալվեր, որ աշխարհի լույսն են, Աստուծո անունը հայտնվելուն պատճառ կդառնան։ Շատ եկեղեցի աջակողներ Սուրբի հովեր գարնեն եւ այնպես մգցեվացնեն, որ հոգեվոր են, գադարյալ հոգեվոր են։ Բայց չեն դրամատրվի, որ Սուրբ Հոգիրանոց քեշ փնավորություններ են ցերփազադե զիրենք։ Այնպես որ Փոս Արաքյալը Սուրբ Հոգին գսե արադորեն դվավ մեզի։ Բենտեգոստեի օրը Պետրոս Արաքյալ իր քարոզի մեջ Հիսուսի հարության եւ Սուրբ Հոգին ակնարկելով այսպես գսե. Ուստի Աստուծո աչ ցերկով բարձրանալով ու հոգվույն սրբով խոսմունքը հորմեն առնելով դարաձեց ասիգա, դարաձեց։ Հունարեն փնակիրը գսե միրասե Պլուսիոս, այսինքն ջոխության փաշխեց բոլոր հավատացյալներուն համար։ Այնպես որ Աստծո փառք կուտանք իր շնորհներուն համար, որ արադորեն դված է։ Խնդրելու պետք չունենք, ան դված է մեզի փրկությունը։ Աստված պատրաստած է։ Ամեն բան գդարվեցավ սավ Հիսուս։ Միայն հավատա եւ գփրկվիս։ Եթե քու փերնովդ խոստովանիս Հիսուսը, դեր սրդիդ մեջ հավատաս, գփրկվիս։ Մենք միայն հավատքով յուրացնենք շնորհները։ Պետք չունի ասելու, «Ո, այս մեղքերս ինչ պիտի լան արդյոք, այսօր լուծումը գա, ինչ պետք է անեմ»։ Լուծումը գա, դրված է։ Հավատա։ Անմա հոգիս փրկությունը ինչ պիտի լա արդյոք։ Ուր պիտի երթամ ես, երբ աչքերս փակեմ։ Ուր։ Պատասխանը կա, դրված է լուծումը։ Հիսուսը ասավ, ես եմ ճամփան, ճշմարտությունը եւ կյանքը։ Հավատա գադարված կորձին։ Աստուծո ըսածին հավատա։ Արադորեն ամեն բան փրկության շնորհքը Սուրբ Հոգին դված է։ Գքնադես այս շնորհները Կալով մեզի ինգած բաժինին արադանալու համար, արադության մեջ ապրելու համար մեր ընելիքը կարևոր է։ Մենք հաճախ գխոսենք Աստուծո գադարած գործերու մասին։ Հիանալի է։ Աստված հզոր Աստված հրաշքներ կգադարե։ Աստված կյանքից մեջ այսպես հրավ, այնպես հրավ, մահվնե ազատեց, հիվանդ էի, բժշկեց, գործի հաջողություն տվավ, Աստված այս հրավ, այն հրավ։ Բայց եթե միայն Աստուծո գադարած գործերու մասին խոսենք, հավասարակշռությունը դուրս ելած մի դլանք։ Սուրբ Գիրքը հստակ կուսուցան է, թե հավատացյալը պատասխանատվություն ունի եւ առնելիք քայլեր ունի։ Հստակ կնե հավատացյալը բայկար ունի այս շնորհները մեծ փառավոր շնորհները մեզի կդրվին, սակայն մենք այդ շնորհքի մեջ պետք է աճենք։ Աստված պետք եղած միջոցները մեր դրամատրության տակ դրած է, մեր պատասխանատվությունն այդ միջոցները կործածել։ Քրիստոնյաներու կյանքը եւ անոնց հոգեվոր մագարտակը շատ ավելի պիտի լար, եթե խորեին իրենց ինգած բաժինին վրա։
իրենց ընելի կործի վրա, բայց մարդիկ կխոսին, ասված այսպես հրավ, ասված այնպես հրավ, 1980-ին այսպես հրավ, 2000 այսպես հրավ, գիշեմ, ասված այդ հրաշքը գադարեց, իրավ, փառք Աստծո, եւ հոնդեղը կգենա։ Այնպես որ մեզի ինգած բաժինը գնենք, ոչ թե փրկության արժանանալու համար, այլ որովհետև փրկված ենք։ Հետևաբար ինչ բաներու մեջ պետք է արադանանք։ Աստվածաշունչը ինչ կսե։ Առաջին, Քրիստոսի խոսքը ծեր մեջ փնագի արադորեն։ Խոսքը ծեր մեջ փնագի արադության։ Ինչպես Գողոսացիս 3-րդ գլուխի մեջ։ Այս է մեր մաղթանքը այս նոր դարվան մեջ։ Աստծո խոսքը արադորեն փնագի մեր մեջ։ Եվ այս սիրելիներ, գախարտական ցևով չլար։ Քրիստոնեության մեջ գախարտական ցևով բան չկա, օտոմատիկ ըսված բան չկա։ Այս ժամանակ դրամատրել պետք է, չանք պետք է լա։ Կորձի ասպարեզի մեջ, նյութական բաներու մեջ, մեզ ով գագնգալ է, որ գախարտական ցևով հաջողություն ունենանք։ Մեկը ընկերություն կգանա, խանութ կգանա եւ գախարտական ցևով ամեն բան լավ կլա։ Չանք պետք է տապե։ Արդյունաբեր շահաբեր կորձը գախարտական ցևով չկա։ Քրիստոնեական կյանքի մեջ նույնն է բարական։ Աստծո խոսքը արադորեն փնագի ծեր մեջ։ Ժամանակ գիշես վերջին ադեն երբ Սուրբ Գիրք կարդացիր մի քանի ամիս անցավ շատ չէ մի քանի ամիս Հիսուսը սավ մարդմյան հացով չաբրիր հոս Աստծո խոսքով գաբրիր երբ որ քեզի հարցնեմ երբ ջաշրիր ուդելիք գերար ֆիզիկական մարմնի համար երբ մի քանի ամիս առաջ ամեն օր գուտենք որպես մեր մարմինները սնունդ առնեն ճիշտ այդպես ալ մեր հոգևոր կյանքը սնանելու համար Աստծո խոսքը արադության պետք է փնագի գարտանք սիրելիներ Աստծո խոսքը գարտացեք ժամանակ տվեք եթե ասես ով Աստված խոսե ինձի Աստված կսես ավագս դված եմ քեզի խոսքս ուզես ցայնս լսել գարտա Աստվածաշունչը բայց մարդիկ ժամանակ չունին ամեն բանի ժամանակ ունին սելֆոնն մանավանդ ցերքի մեջ այդ բստիկ կորցիկը բոլոր աշխարհի մեջ ինչ կա աշխարհը ցերքի մեջն է ինչ կուզես տնտեսական քաղաքական գրոնական ամեն բան ցերքի մեջն է բոլորը ոս աշխարհը ցերքի մեջն է պիտի ցկե Սուրբ պիտի կարդա մեղա ադիչ խոսք է հոն հասած են մարդիկ բայց հոս գենթանի Աստծո խոսքն է ուրեմն այս եկող դարվա մեջ մեր մաղթանքն է որ խոսքը արադորեն մեր մեջ փնակ եւ այդ լալու համար ժամանակ պետք է դրամատրես գխոստանաս որ այսօր վնե օրական 10 վայրկյան շատ է 10 վայրկյան TV-ին արչև ժամերով գգենան թիմ օրտես գերտան գնստի ժամերով շատ է 10 վայրկյան 15 վայրկյան Սկսե գարտալ եւ դես ինչպես կյանքդ պիտի փոխվի ուրեմն Աստծո խոսքը պետք է արադորեն փնագիլ մեր մեջ չի նշանակել միայն մտքի քիդություն ունենալ հաբա Աստծո խոսքին հնազանդիլը գենթատրե մեր դերը Աստծո խոսքը լսող եւ չի հնազանդող չի գադարողը ամիտ մարդումը նմանցուց ուրեմն Աստծո խոսքին արադությունը մեր մեջ այս տարի թող իրականություն դառնա լեցվինք Աստծո խոսքով դարձյալ ինչ բաներու մեջ պետք է արադանանք սիրո մեջ կներեք մի քանի վարյաններ եթե ուշանամ
Սիրո մեջ արադանալու համար առաջին Թեսաղոնիկեց 3-րդ գլուխի մեջ կգարտանք 12 եւ 4-րդ գլուխի մեջ տալ։ Մեկ համար մգարտամ հոն առաջին Թեսաղոնիկեցիս 3-րդ գլուխ 13-րդ համար Եվ դերը աճեցնե ու ավելցնե ծեր սերը իրարու վրա ու ամենուն վրա, ինչպես մենք ծեր վրա ունենք։ Իշ 4:9 գսե, բայց եղբայրսրության վրայով բեք չէ ձեզի բան մկրել, վասզի դուք ինքնիրենիդ աստծուց մեզ սորված եք մեգս մեկ սիրել, եւ իրավ այդ բանը գնեք, դուք բոլոր Մագեդոնիայի մեջ եղող ամեն եղբայրներու, սակայն գաղաչենք ձեզ եղբայրներ եւ քույրեր, որ ալավելի արադանակ, սիրո մեջ, սերեն լավ բան մգա, արադանակ, ճշմարիտ սիրո մասին է, պետք է ուրեմն մեր սիրո մեջ արադանակ եւ ինչ որ գնենք, սիրով իքորց տնենք, բարիք ընելու մեջ արադանանք, բարիք ընելու մեջ, Աստված մեզ ստեղծեց գսե, վասնզի մենք անոր ցերակորձն ենք Քրիստոս Հիսուսով ստեղծված բարի կորձերու համար, որոնց Աստված առաջվան է պատրաստեց մեզ, որբեսի անոնց մեջ քալենք։ Ինչ կխորիկ դուք, նյութական արադության մեջ ապրիլը բոլորս ալ գուզենք։ Եկեք այս տարի, այս գիրակի ուզենք նաև հոգևոր կյանքի մեջ արադանանք։ Երանի հոժարինք ուզել, երանի դրամատիրը լանք բարի կորձեր ընելու, եւ Աստված մեր առջև թուրեր պիտի բանան։ Բոլոր սրտովս կմաղթեմ, որ 2026 տարին մեր հոգևոր կյանքը արադության մեջ լա, բտղապեր լան։ Աստուծո, Աստված իր շնորհները արադորեն մեզի տված է։ Մենք ալ արադանանք Աստուծո խոսքով սիրո մեջ եւ բարի կորձերու մեջ։ Իբարս երրորդության ամեն։ Ամեն չսիկ երևի չի համաձայնեցակ։ Բնաշ չունի։ Դերը օրհնե ձեզի եւ միշտ հոգևոր արադության մեջ ըլլաք։ Դեր շնորհ որ ամեն մեկուս կյանքը դերոջը խոսքին արադությունով ըլլա եւ այդպես աս 2026 տարին շարունակենք։ Բիդի վերջացնենք երկելով 313-րդ երգը, երրորդ տունը զանց բիդնենք, չորրորդ տունը ոտքի եւ հովիվի նաոտքով բիդի փագենք։ Ապրիլ Հիսուսի ինչ շնորհք է։ Ապրիլ Հիսուսի ինչ շնորհք է, խաղության քետ գվազե, թե փորձություն կան չեմ վախնար, Գաբրիմ Հիսուսի չեմ թուլնար, օգնե ավելի ծառայեմ, գրգին դեր քեզ խովեմ, ներկայությունը միշտ զգա, երբեք քեզ մեջը հեռանամ։ Ապրիլ Հիսուսի ինչ հանգիստ, փրկի սիրով օրմած եմ խիստ, գանց կամ իրեն համար ապրիլ, մինչև մահկամքին նազանթիլ, օգնե ավելի ծառայեմ, գրգին դեր քեզ խովեմ, ներկայությունը միշտ զգամ, երբեք քեզ մեջը
Ապրիլ Հիսուսի մինչև վերջ, մտնեմ իր փառքը մեծ անվերջ, տեսնեմ զայնքային վրարջիս, ըսե ինձ որդյաց շատ ապրիս, օգնե ավելի ծառայեմ, գրգին դեր քեզ խոհեմ, ներկայությունը միշտ զգամ, երբեք քեզ մեջը հեռանամ։ Այո Տեր Հիսուս, մեր փափագն է, որ ներկայությունը չհեռանանք, մեր սիրտը քու վրատ գարչածլա, վստահենք մեր կյանքի բոլոր բարականերու մեջ, քու անհուն իմաստությանդ վստահենք, քու սիրույթ վստահենք, Տեր հատուկ կերպով բոլորիս օրհնես եւ այսօրվա այս խորհրդածությունը թող Սուրբ Հոգին մեր սրտերու մեջ թրոշմե, որբեսի Տեր աղեք հողի մեջ ցանված լալով բդուղ փերը, արցակես մեզ քու խաղաղությանդ, փառքիդ համար, ամեն։